Եվ այսպես հայոց ցեղասպանությունից հրաժարվում են հենց այն նույն սխեմաներով, որով ժամանակին հրաժարվել էին Արցախից եւ վերջում Արցախի հանրապետությունը հանձնել են։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին մի քանի օրերի ընթացքում իրապես ամենակննարկվող թեմաներից մեկը եղավ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստանի Հանրապետություն եւ դրա հետ կապված տեղեկատվական, քարոզչական ֆոնը ամենակննարկվող հարցերից մեկը թերևս եղավ այն, թե ինչու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը չայցելեց Ծիծեռնակաբերդ։ Մամուլում եղավ հրապարակում, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն էին խնդրել, հորդորել Ռուսաստանի Դաշնության իշխանության բարձրագույն ներկայացուցիչներից մեկին չայցելել Ծիծեռնակաբերդ, բայց այսօր արդեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարություն տարածեց, որով ընդգծվեց, որ քանի որ այցը աշխատանքային էր, որոշակի նրբերանգներ կային արարողակարգի վերաբերյալ եւ ռուսական կողմը տեղեկացրեց, որ հաշվի առնելով հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը, որոնք վերջերս էին տեղի ունեցել, ռուսական կողմը որոշում կայացրեց այցելել հաղթանակի այգի, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղարկվեց համապատասխան ծաղկեպսակ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից, Սերգեյ Լավրովի կողմից, բայց ինչն էր, այստեղ կարևորը, քանի այս հարցը քննարկվում էր, քանի մամուլում սրա վերաբերյալ եղավ հրապարակում, քանի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սրա վերաբերյալ պարզաբանում ներկայացրեց, մենք ականատես եղանք նրան, որ կառավարությունը որոշում կայացրեց հրաժարվել հայոց ցեղասպանությունը ժխտող օրինագծի փաստացի քննարկումներից եւ չքրեականացվեց հայոց ցեղասպանության ժխտումը, մեղմ ասած զարմանալի չէ եւ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, քաղաքական առաջնահերթությունները զարմանալի չէ, որ իշխանությունները հենց այս տարբերակը ընտրեցին, հրաժարվեցին քրեականացնել այդ նախագիծը, քրեականացնել ցեղասպանության ժխտումը։ Հիշեցնենք հերթական անգամ, որ այդ նախագծի հեղինակը Հայաստան խմբակցությունն էր եւ դա պայմանավորված էր ինչով հիմնավորումներում, թե ինչու է անհրաժեշտ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ իրականացվել, նշվում էր, որ քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգից փաստացի դուրս են բերել ցեղասպանության ճանաչման, միջազգային ճանաչման հարցը, անհրաժեշտ է քրեականացնել դրա ժխտումը, բայց կրկին ասենք շատ սպասելիորեն նախ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներկայացուցիչները պրոֆիլային հանձնաժողովի քննարկման ժամանակ մերժեցին, հավանություն չտվեցին այդ նախագծին, այսօր էլ կառավարությունը ամբողջությամբ, այսպես ասած, մերժեց այդ նախագիծը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք կարող ենք արձանագրել հետեւյալ, որ քաղաքական կարգավիճակի կոնտեքստում անկալման կոնտեքստում, ցեղասպանության անկալման կոնտեքստում իշխանությունները նպատակաուղղված քաղաքականություն են վարում եւ այդ քաղաքական մակարդակը, անկալման մակարդակը ցեղասպանության նվազեցնում են, իջեցնում են եւ սա շատ առումներով հիշեցնում է այն, թե ինչ տեղի ունեցավ Արցախի հանրապետության հետ մինչև 44-օրյա պատերազմը եւ մինչ այն պահ, երբ Նիկոլ Փաշինյանը անձնական որոշմամբ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք մի պաշտոնյա այդպիսի ունենք, Արմեն Գրիգորյան, ով ղեկավարում է Անվտանգության խորհուրդը, Անվտանգության խորհուրդը Նիկոլ Փաշինյանի օրոք մշակել էր Հայաստանի Հանրապետության անվտանգության ռազմավարությունը։ Հիշեցնենք մի կարևոր եւս նրբերանգ 2020 թվականին է ընդունվել այդ ռազմավարությունը, 2020 թվականի ամռանը, դրանից առաջ ռազմավարությունը ընդունվել էր դեռևս 2007 թվականին։ Եվ երբ որ դու դա այսպես նույնիսկ ձևակերպենք, շատ պրիմիտիվ կոնտենտ անալիզ ես իրականացում, դու կարող ես ականատես լինել հետևյալին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը նոր ռազմավարությունից հանվել էր։ Հերթական անգամ հիշեցնենք, դա 2020 թվականի ամառն էր, երբ որ ընդունվեց այդ հիմնարար փաստաթուղթը, այսինքն մինչև 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը փոխարինվել էր Արցախ ձևակերպմամբ։ Այնտեղ նաև այդպիսի ձևակերպում կար, որ Արցախի ժողովուրդ բացի դրանից եւս մի կարևոր նրբերանգ կար։ Տեսեք, եթե 2007 թվականին ընդունված ռազմավարության մեջ շատ հստակ նշված էր, թե որոնք են Հայաստանի Հանրապետության նպատակները Արցախի կարգավորման համատեքստում եւ նշվում էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս 2020 թվականին ընդունված փաստաթղթում այդ նրբերանգը նշված չէր, ավելին ինքնորոշման իրավունքի փոխարեն կար հետևյալ գնահատականը, որ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության
ապահովման համար է այսպես ասած պայքարում Հայաստանի Հանրապետությունը, այսինքն տեսնում եք, չէ, ինչ ֆունդամենտալ քաղաքական գնահատականների փոփոխություն է տեղի ունենում, եթե դու նվազեցնում ես քաղաքական շեշտադրումների մակարդակը, դու նվազեցնում ես նաև Արցախի Հանրապետության կարգավիճակը, դու նվազեցնում ես Արցախի որպես առանձին սուբյեկտի կարգավիճակը, որի տրամաբանական վերջնարդյունքը եղավ այն, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը Ադրբեջանին, հարգելի հեռուստադիտողներ, հիմա նույնը ճշգրիտ նույն գործընթացը տեղի է ունենում ցեղասպանության հարցի քննարկման համատեքստում։ Տեսեք, մի կողմից իշխանությունները տարբեր մակարդակներով Արարատ Միրզոյանից մինչև Նիկոլ Փաշինյան հայտարարում են, որ այլևս ցեղասպանության միջազգային ճանաչումը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, նաև հիշում եք, չէ, ձևակերպումները, որ դե թող Սփյուռքն էլ գնա այդ հարցերով զբաղվի։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ ժխտումը քրեականացնելու վերաբերյալ օրինագիծը մերժվում է եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից եւ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող կառավարության կողմից, տրամաբանությունը հուշում է, նաեւ այս իշխանության ծագումնաբանությունը հուշում է, որ հաջորդ քայլերից մեկը կարող է լինել այն, որ ինչպես այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել, այդպես էլ հիմա կարող է ստեղծվել պատմաբանների հանձնաժողով ասվածը, որոնք կքննարկեն 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց համատեքստը, երևի մենք չենք սխալվի ու շատ էլ զարմացած չենք լինի, եթե վերջնարդյունքում հանգեն մի դրամաբանական ճակերտներում եզրակացությանը, որ 20-րդ դարի առաջին հատվածում տեղի ունեցած իրադարձությունները դրանք անախորժ դեպքեր էին, երրորդ ուժ կար ներգրաված այդ իրադարձությունները, բայց չի կարելի ասել, որ ցեղասպանություն է տեղի ունեցել եւ այլն եւ այդպես շարունակ, ինչեւ է հարգելի հեռուստադիտողներ, մենք պետք է հասկանանք մի պարզ բան, ցեղասպանության հետ քաղաքական կոնտեքստում անում են այն նույն բաները, այն նույն երևույթներն են տեղի ունենում, որոնք ժամանակին տեղի ունեցել Արցախի Հանրապետության հետ կապված։ Նաև մենք պետք է ընդգծենք հետևյալ, հարգելի հեռուստադիտողներ, ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ ընդհանրապես ցեղասպանության հարցի վերաբերյալ նորանկախ Հայաստանի հստակ դիրքորոշումը անհրաժեշտ էր նաև որպես հիմնավորում հայկական պետականության գոյության համար։ Շատ պարզ, դու հիմնավորում ես, թե դու ինչու պետք է պետություն եւ մարտունակ բանակ ունենաս, որովհետև դու այն ժողովուրդն ես, որը չունենալով մարտունակ բանակ, չունենալով անկախ պետականություն, ենթարկվել է ցեղասպանությանը եւ պետությունը քեզ համար անհրաժեշտ է որպես գործիք ֆիզիկական անվտանգությունը ապահովելու հայ ժողովրդի այս տարածաշրջանում եւ երբ որ դու փակում ես ցեղասպանության էջը, նաև փակում ես փաստորեն էջը անհրաժեշտության քո ֆիզիկական անվտանգությունը ապահովելու, որովհետև ասում ես դա ցեղասպանություն չէր, դա ինչ-որ տենց անախորժ դեպք էր։ Դու փակում ես նաև էջը անհրաժեշտության ունենալ մի գործիք, որը կապահովի քո ֆիզիկական անվտանգությունը։ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը չի կարող չհասկանալ, ինչպես նա չէր կարող չհասկանալ այն, որ դեռևս 2020 թվականի ամռանը մինչև 44 օրյա պատերազմը նվազեցնելով, իջեցնելով Արցախի Հանրապետության սուբյեկտայնության, քաղաքական սուբյեկտայնության աստիճանը վերջնարդյունքում նահանգելու է նրան, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս։ Մտածեք այդ մասին։